Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստան խմբակցության պատգամավորի թեկնածու ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանի հետ։ Պարոն Սաղաթելյան, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաղաթելյան, ուղիղ 1 շաբաթ անց այսօրը, երկուշաբթի, ինչ Հայաստանում ենք արթնանալու։ Մենք ամեն ինչ անելու ենք եւ հույս ունենք ու նաև վստահ ենք, որ արթնանալու ենք առանց նկոլ Հայաստանում եւ բռնդելով այս ճարիքի իշխանությանը հայ ժողովրդի համար բացվելու են նոր արշալույս։ Այդ դրա համար դուք ինչ եք արել, եթե փորձենք ամփոփել եւ գնահատել ձեր իրականացրած քարոզարշավը, գոհ եք արդյունքներից։ Մենք ամեն ինչ արել ենք մեր ծրագրերը, մեր տեսակետները, մեր ասելիքները մեր ժողովրդին հասցնելու համար ու դեռ անելու ենք Եվս 4-5 օր ունենք եւ բացատրելու ով է այս ճարիքի իշխանությունը, սրա վերարտադրվելու դեպքում ինչ է տեղի ունենալու։ Համեմատության համար որտեղից ենք սկսել ընտրարշավը եւ հիմա մենք առնվազն մեր նկատմամբ նկատում ենք կայուն աճ եւ վստահության բարձրացում։ Եղել ենք Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, առաջիկա օրերում եւս շարունակվելու են այդ հանդիպումները բավականին ակտիվ, եռանդով, ինտենսիվ ընտրարշավ ենք իրականացնում, որի արդյունքներից այս պահին բավարարված ենք։ Պարոն Սաղաթելյան, համեմատության երկու եզրեր են անցկացվում, մեկը ասեմ, հետո կանդրադառնանք մյուսին, մեկը այս ընտրությունները եւ քարոզարշավը շատ են համեմատում 21 թվականի հետ, այդ թվում համեմատում են ընդդիմության սպասելիքները, այն ժամանակ առաջատարը ընդդիմությունից հենց Հայաստան դաշինքն էր, որը գնում էր հստակ հաղթանակ վերցնելու, համենայն դեպս այդ լոզունգներով, 21 թվականից հետո ձեր սխալները դուք հասկացել եք եւ այս պահի դրությամբ Հայաստան դաշինքը որքանով է փոխվել, եթե համեմատենք 21-ի հետ, փոփոխություններ կան 21 թվականին իրականում ընտրության մասնակցող գլխավոր ումից կար սպասելիք այս իշխանությանը հեռացնելու գլխավոր ուժը մենք ենք։ Հիմա դաշտում կան եւս այլ ընդդիմադիր խոշոր միավորներ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր խոսքի մեջ ինչպես ձևակերպեցիք այն ժամանակ գնում եք հաղթանակի, հիմա էլ են գնում հաղթանակի։ Բայց հիմա կարծես ընդդիմադիր դաշտի խոսքը փոխվել, այսինքն հիմա ասում եք որևէ մեկը 50+ չի հավաքելու, այսինքն այսպես ակնկալիքը այն է, որ ընդդիմությունը կոնսոլիդացվի։ Ընդդիմության, այո, որևէ առանձին վերցրած ուժ միայնակ առնվազն այս պահին չի երևում, որ ունի այդ կարգի աջակցություն, որ միայնակ կարող է իշխանություն ձևավորել։ Բայց սրա կողքին կա մի հատ շատ կարևոր առավելություն այս իշխանություններին հեռացնելու համար։ Ընդդիմադիր առնվազն շեմը հաղթահարող ուժերի քվեն շատ ավելի բարձր է, քան գործող իշխանությանը։ Իսկ սա բացառիկ հնարավորություն է այս իշխանությունից ազատվելու համար։ Այս իմաստով մենք ուրախ կլինենք 21-ին էլ մի շարք ընդդիմադիր ուժեր լինեին եւ ամեն մեկը իր բաժինը վերցներ եւ հնարավոր լինել միասնական ուժերով հեռացնել այս իշխանությանը։ Չի եղել այն ժամանակ այս ծավալները, հիմա կա ու նաեւ ես ուրախ եմ, որ ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողները պահելով կանոնները միմյանց չթիրախավորելու, անհրաժեշտության դեպքում նաև միմյանց աջակցելու, օգնելու, այսինքն մենք մրցակիցներ ենք, բայց մենք ունենք գլխավոր նպատակ եւ գլխավոր թիրախ, դա իշխանությունն է։ Այս խաղի կանոնները եւս առնվազն մեծամասամբ պահվում են։ Այս իմաստով ինչ եմ ուզում ասեմ, շատ կարևոր է, որ կան այլ ուժեր եւս, դրա համար մենք ուրախ ենք, բայց մենք գնում ենք առավելագույն քվեի եւ այդ տրամաբանությամբ, այսինքն այնպես չի, որ այն ժամանակ ընդդիմության թիվ 1 գլխավոր ուժն ենք եղել, հիմա հրաժարվել ենք այդ կարգավիճակից կամ այդ հավակնությունից։ Այո, կա նման տեսակետ, փորձագետների մոտ ասում են Հայաստան դաշինքը, թեև ես այս հարցը արդեն տվել եմ նաև ձեր դաշինքի այլ ներկայացուցիչների, ասում են Հայաստան դաշինքը այս անգամ կարծես նշաձող է իջեցրել եւ գնում է պարզապես խորհրդարան անցնելու եւ աջակցելու իշխանափոխությանը, ոչ թե հաղթելու։ Մենք չենք մասնակցում շեմը հաղթահարելու կամ մանդատ ունենալու համար։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք մեծ հավակնությամբ, դրա համար ունենք ամենակաղաքական, ամենապատրաստված թիմը, ամենաուժեղ ծրագիրը եւ կամքն ու վճռականությունը այս իշխանությունից ազատվելու համար։ Հանդիպում ենք մեր ժողովրդին, ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր մոտեցումները, մեր թիմը հստակ փաստերով եւ
մեր առաջարկությունը ներկայացնում ենք մեր ժողովրդին ու տեսնում ենք, որ դրա համար ունենք աջակցություն։ Մնացածը ընթացքը ցույց կտա եւ մեր ժողովուրդը կորոշի, որ քաղաքական ուժին է վստահում ինչ ծավալներով։ Բայց ես համեմատության այսպես եզրեր ուզում եմ անցկացնել նաև քարոզարշավի առումով հիմնական հարցս դրան էր վերաբերում 21 թվականից հետո հիմա ձեր քարոզարշավը մարտավարությունները որքանով են փոխվել, որովհետեւ օրինակ մեր եթերում փորձագետները նշում են, որ բավական փոխվել է Հայաստանը։ Փոխվել են եւ եթե նկատել եք ամենաբազմազան, այսպես ասած, ընտրարշավ իրականացնում ենք մենք չենք կենտրոնանում բացառապես մեծ հավաքների, 3 ֆորմատի հանդիպումներ ենք իրականացնում, պարզապես այցելելով բնակավայրերի ուղիղ շփումներ քաղաքացիների հետ դեմ առ դեմ, դահլիճային հանդիպումներ, որ մեզ հնարավորություն է տալիս քաղաքական խոսք ասել ծրագիր ներկայացնել ու ամենակարևորը պատասխանել քաղաքացիների հարցերին եւ նաեւ հանրահավաքներ։ Սրանից բացի մենք օրեր ունենք, որ միաժամանակ 3 ուղղություններով ընտրարշավ է իրականանում, կենտրոնական խումբը լինում է մի մարզում, մի բնակավայրում, զուգահեռ մեր падգամավորները, падգամավորության տեխնացուները Հայաստանի տարբեր մարզերում, գյուղերում, քաղաքներում կամ Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Փառք Աստծո, մենք ունենք այդ թիմը, այդքան հանրային դեմքեր, որ կարողանում են 3 ուղղություններով միաժամանակ ներկանալ մեր ժողովրդին ու մեր այս անգամվա ընտրարշավը նաև ինչի է 21-ից տարբեր, որ այս անգամ մենք հնարավորություն ունենք ժամանակի իմաստով։ Եթե 21 թվականի ընտրությունները արտահայտ են եւ 12 թե 14 օրեր քարոզարշավը, հիմա դրա կրկնակին է, իսկ դա հնարավորություն է տալիս ավելի շատ բնակավայրերում լինելու, նաև այո, մենք որոշակի իմաստով մենք շատ ավելի մարդամոտ ընտրարշավ ենք իրականացնում ու դրա արդյունքի միջայլոց մենք ամեն օր տեսնում ենք եւ զգում։ Այսինքն ժողովրդի հետ ավելի շատ շփումներ են։ Այո, եթե նկատել եք մեր մոտ, դա նաև գալիս է քաղաքական թիմից, միավորներից դաշինքի վերջապես 135 տարվա քաղաքական կուսակցություն, մեծ փորձառություն ունեցող քաղաքական թիմ նախագահի գլխավորությամբ, այսինքն մեր խոսքը քաղաքական է, որտեղ մենք կարծում ենք, որ մեր խնդիրները լուծման քաղաքական են ու մեր համար շատ առաջնային ու գլխավոր խնդիրը երկրի անվտանգության եւ ինքնիշխանության պահպանման ու հայ մարդու ինքնության պահպանման հարցն է։ Այս իմաստով, այո, ինչ որտեղ մեր ընտրարշավը տարբեր է։ Պարոն Սաղաթելյան, մեկ այլ համեմատություն եմ ուզում անցկացնել, խոսքը վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին։ Տեսեք, նախքան քարոզարշավի ընթացքում եւ հիմա Հայաստան դաշինքի հետ կապած, եթե համեմատություն վերցնեմ, օրինակ մեկ սոցիոլոգիական հարցում, որովհետեւ գիտեք, տարբեր կենտրոններ են իրականացնում, եթե բոլորի մեջ համեմատենք, էական է տարբերությունը, եթե այսպես փորձեմ վերցնել օրինակ Գելլափի հարցումները, նախքան քարոզարշավը բավական ցածր էին տալիս, ընդհանուր որ անցողիկ շեմը չեք հաղթարում որպես դաշինք, հետո արդեն տվեցին, որ անցողիկ շեմը հաղթարում եք 8%, հետո տվեցին, որ անցողիկ շեմն էլ եք անցել 12-ից ավել։ Ես ուզում եմ հասկանալ, այս ընթացքում դուք լավ աշխատեցիք եւ ձեր վարկանիշը բարձրացավ, թե այս սոցիոլոգիական հարցումներով թեկուզ միտումնավոր սխալ է ցույց տալիս ձեր հնարավորությունները, որովհետեւ այն ժամանակ նաեւ դուք շատ լավ գիտեք, կոչեր կային, որ մի մասնակցեք ընտրություններին, դուք չեք հաղթարում անցողիկ շեմը։ Մեր դեմ ուղղորդված հակաքարոզություն իրականացվել, այդ թվում նաև այսպես կոչված ընդդիմադիր որոշ շրջանակներից եւ մենք այդ իմաստով մեկնարկից առաջ բոլոր ուղղություններով իշխանությունը մի կողմից, այսպես կոչված ընդդիմության որոշ շերտերի մի կողմից, այդ հակաքարոզությունը նաև սոցիոլոգիական հարցումներ ընդհանրապես գործիք էին մեր ընտրողների, մեր թիմի վրա ազդելու, թե իբր մենք շեմը հաղթարելու խնդիր ունենք։ Սա ուղղորդված հակաքարոզություն է եղել, որը չի դադարել։ Այս վերջի օրերին տեսել եք էլի ակտիվացել են։ Սա մեկ պատճառ այդ խոսակցությունների եւ երկրորդը իրականում մենք մեր մեկնարկը ավելի ուշ է սկսվել, քան այլ քաղաքական ուժերինը։ Որոշների մոտ նաեւ այդ տպավորություններ հավանաբար պատճառը։ Բայց ընդհանրապես շեմը հաղթարելու հարց երբևէ չի եղել, որտեղ ամենախոշոր միավորն նման հարց չի եղել։ Սա արհեստական գեներացված օրակարգ էր։ Ես այդ օրերին հանրային մի բան ասել եմ, չեմ ուզում կրկնեմ։ Ձեր գրառումը նկատի ունեք։ Չէ, նաև այդ շեմը չհաղթարողները, որ մարդիկ կան ստատուսներ են գրել, երթում են կերել, գրազն եկել, որ մենք շեմը չենք հաղթարելու։ Հիմա չգիտեմ այդ ամենի տակից ոնց են դուրս գալու, էլի։ Բացարձակ այդպես խնդիր չկա, անիմաստ այս թեմայի վրա կենտրոնանալու։
Նաև 3 պատճառ ասեցի, մեկը ուղղորդված հակակառավարություն, մեկը մենք ավելի ուշ ենք սկսել, եւ երրորդը այս մթնոլորտային փորձում ստեղծել նաև դաշինքի հայտարարելուց առաջ։ Մենք օրեցօր արձանագրում ենք հաջողություն եւ դա տեսնում ենք, զգում ենք մեր շտաբների աշխատանքով նախընտրական, մեր հանդիպումներով, մեր ելույթների, հարցազրույցների եւ այլ արձագանքներով։ Այ ասում եք նաև ընդդիմադիր դաշտում ձեր չհաջողելու մոտիվացիան մյուս ուժերի համար որը պետք է լինի։ Չպետք է ուզենան, որ ընդդիմադիր ուժերից մեկը չհաջողի։ Այստեղ էլ երկու պատճառ ունեն, մեկ քաղաքական խանդը, մյուսը ուղղակի կամ անուղղակի Նիկոլին աջակցությունը ինչ որ պայմանավորվածությունների դիմաց, ուրիշ բացատրություն չունի։ Բայց այնուամենայնիվ, պարոն Սաղաթելյան, կարծում եք, որ այս ընթացքում վարկանիշը բարձրացել է, այսինքն օրինակ Գելապի ցուցադրած այսպես զարգացումը ինչ որ առումով կապ ունի իրականության հետ։ Դա ակնհայտ է, մենք սոցիոլոգիական հարցումներ ունենք։ Ես ասում եմ հոկտեմբեր ամսից յուրաքանչյուր ամիս մենք իրականացրել ենք սոցիոլոգիական հարցումներ։ Այդ հարցումները չենք արել հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալու, հրապարակելու, մեր գործընկերոջը կամ մյուսին թիրախավորելու, դա արել ենք մեր աշխատանքները կազմակերպելու համար, հիմա էլ անում ենք եւ այդ աճը ակնհայտ է։ Իհարկե չեմ հայտարարի, որովհետեւ ի տարբերություն որոշների մենք ինչ-որ բան չունենք ապացուցելու։ Մի բան կարող եմ վստահ հայտարարել, այս պահին ընդդիմության միասնական քվեն շատ ավելին է, քան գործող իշխանությանը։ Դա ըստ ձեր Առաջիկա 4 օրը, այո, առաջիկա նաև ուրիշների մոտ էլ է դա երևում, ովքեր մի բանա ինչ են հրապարակում, մի բանա ինչ են ստանում։ Այս վստահ եղեք, որ տարբեր է հրապարակվածը եւ իրական պատկերը։ Ծայրահեղ տարբեր։ Երեք էլ իդեպ եվրոպական քվեներն էին հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը բացարձակ մեծամասնություններ տարբերություն կա եւ այս առաջիկա 4-5 օրը շատ վճռորոշ օրեր է, որ պետք է երբեք կանգ չառնել եւ աշխատել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ իր մի քվեից շատ մեծ բան է կախված, իր քվեից է կախված մեր երկրի ճակատագիրը, վաղվա օրը, լինելու չլինելու հարցը, պետականության խնդիրը ու բոլոր նրանք, ես էլ հատուկ ուզում եմ ասել, որ անընդհատ ասում են որևէ բան չի փոխվի, մեկ ամեն ինչ որոշված է։ Երեք մի հատ դեպք կա եղել իմ հետ։ Երեկոյան սրճարանում մատուցողը ընկերս հարցրեց մասնակցելու ես ընտրության, ասաց դա չէ, իմաստ չկա, մեկա բան չի փոխվելու, մեզնից ինչ է կախված, որ այս ամենավատ երևույթն է, որ այսօր մեր հանրության որոշակի շերտերի մեջ կա։ Ես մեր այդ քաղաքացուն եւ ընդհանրապես բոլորին շատ հստակ ուզում եմ ասել, որ ամեն ինչ ձեզնից է կախված, ամեն ինչ ձեր մեկ քվեից, մեկ ձայնից է կախված։ Եվ այդ մեկ ձայնով դուք կարող եք որոշել մեր երկրի ապագան լինել չլինելու հարցը։ Այսինքն բարձր մասնակցության դեպքում է ընդդիմության շանսերը բարձր։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակցի, սա էլ բացատրեմ ինչու։ Իշխանությունը իր վարչական պետական ռեսուրսով կարողանում է մոբիլիզացնել իր ընտրազանգվածը։ Եվ եթե քիչ մարդ է մասնակցում ընտրությանը, իշխանության փոքրաթիվ աջակցող քվեն դառնում է մեծամասնություն։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների մեծ մասը մասնակցում է, այդ պետական վարչական ռեսուրսը եւ մոբիլիզացված ընտրազանգվածը բավարար չի այս իշխանությանը վերարտադրվելու համար։ Հենց սրա համար ենք կարևորում բարձր մասնակցություն։ Պարոն Սաղաթելյան, դուք փաստորեն պնդում եք, որ բարձր, եթե փորձեմ այս հատվածը ամփոփել, բարձր մասնակցության դեպքում եւ ընդդիմության համախմբման դեպքում միանշանակ հաղթանակը լինելու է ընդդիմությանը։ Այդ դեպքում դուք արդյոք որևէ կերպ կասկածի տակ չեք դնում ընդդիմության համախմբման հնարավորությունը, այսինքն չեք դիտարկում, որ գուցե լինեն դեպքեր, երբ ընդդիմությունը կամ ընդդիմադիր ուժեր ինչ որ պայմաններ առաջ կքաշեն, որի շուրջ չեք կարողանա մեկ ընդհանուր հայտարարի գալ։ Չեմ կարծում, որ նման խնդիր կլինի, որովհետև հակառակ կողմի փաստարկները, այսինքն չի կարող պաշտոնի, չգիտեմ ինչի առևտուր կամ չհամաձայնվելու խնդիր եւ այլ sense հարցեր առաջանա, որտեղ այն մյուս կողմում դրված է մեր պետականության լինել չլինելու հարց։ Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կունենա դժվարություն կոալիցիոն կառավարություն ձևավորել։
մեծ աղմուկ բարձրացրեց աղմուկ եւ երևի ասեմ արձագանք ստացավ Ռոբերտ Քոչարյանի այն միտքը, որ եթե լկտիաբար փորձեն հաղթանակը մեր ձեռից տանեն, ապա կլինի հեղափոխություն։ Ես ուզում եմ, որ բացեք փակագծերը, թե կոնկրետ որ դեպքին է սա վերաբերում, ինչ է նշանակում հաղթանակը տանել։ Մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետեւ շատ թիրախային ու շատ հստակ ուղերձ էր։ Ինչ է սա նշանակում։ Մենք ասում ենք, եթե ընդդիմության միասնական քվեն ավելի լինի ու կարծում ենք կլինի, ու իշխանությունը փորձի հաշվի չնստել այդ հանգամանքի հետ, փորձի ապօրինության, սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով գողանա մեր ժողովրդի հաղթանակը, մենք մեր քվեն պահելու ենք երկրի սահմանադրական կարգը եւ թույլ չենք տալու սրանք տապալեն այդ կարգը ու կեղծան գողանան ժողովրդի հաղթանակը կամ քվեն։ Սա ընդունեք ուղերձ մեր հանրությանը եւ բոլոր նրանց, ովքեր կպատրաստվան գողանալ ժողովրդի հաղթանակ։ Այսինքն, եթե պաշտոնական ձեր քվեները, ձայները հրապարակված ավելի շատ են, իշխանությունը ձերն է, բայց դուք մտածում եք Նիկոլ Փաշինյանը օրինակ կարող է արտակարգ դրություն հայտարարել, մտածում ենք, չէ, համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է այդ հանգամանքի հետ հաշվի չնստեն, որ ագիշեր ցերեկ գորգռում ղժղժում է, ժողովուրդն է որոշողը, ժողովրդի ծառանան, ինքը միշտ դա ասում է ու անում է հակառակը, այսինքն մի քանի անգամ կրակել է, չէ՞, այս մարդը ժողովրդի վրա, ասենք դիմադրության շարժման ժամանակ, սարքազան շարժման ժամանակ, եթե ժողովրդի կամքով ես դու մնում կամ գնում, ժողովուրդը վաղուց քեզ այդ ազդանշանները տալիս է, այս ընտրություններին էլ կտա, այսինքն եթե դու համատարած մարդկանց ձերբակալում ես, ընտրված համայնքապետերին կալանավորում ես, ընդդիմադիրների գլխին անընդհատ գործեր ես սարքում, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ դու ժողովրդի կամքի հետ փորձում ես չհաշտվել եւ հաշվի չառնել։ Հետևաբար ինքը գնալու է այդ ճանապարհով, իսկ մենք պաշտպանելու ենք մեր հայրենակիցների։ Կալանքի սցենարներն եք փաստորեն իրատեսական համարում, կարող է գան ընդդիմադիր առաջնորդների հետևից։ Մենք գործ ունենք հոգեկան հիվանդ Ալիևի ծառայի հետ, ով իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչ։ Մենք էլ մեր ժողովրդի քվեն պահելու համար պահելու ենք երկրի սահմանադրական կարգը եւ թույլ չտանք, որ ինքը երկիրը տանի քաոսի։ Դրա համար ընդհանրապես պետք է մեր հայրենակիցները մասնակցեն ընտրություններին ու մերժեն ԿՊ-ին։ Եթե այս երկու քայլը անան, երրորդը շատ ավելի հեշտ եւ հանգիստ ճանապարհով տեղի ունենալու։ Այսինքն ես չեմ էլ ուզենա, որ մեր հանրությունը մտածի, որ սրաճը վերարտադրվելու դեպքում ինչ որ կարա քաոս ստեղծի, ինքը փորձելու է դա անի, բայց դրա լուծման բոլոր ճանապարհները եւ հնարավորությունները կան։ Այո, կան մտահոգություններ, որ կարող է լինեն բախումներ, քաղաքացիական պատերազմ։ Գիտեք, ընտրությունների արդյունքից ամեն ինչ կախված։ Եթե մեր հայրենակիցները գնում եւ մերժում են, բոլոր հարցերը շատ արագ կարգավորվելու։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի այս խոսքերին եւ ասել է մեր իրավապահ համակարգը այնքան կայացած է, որ կարող է բնում խեղդել ցանկացած նա դա ձևակերպել է որպես հեղաշրջման փորձ, ոչ թե հեղափոխության, ցանկացած հեղաշրջման փորձ, ինչպես կարձագանքել։ Իրականում ինքը պետք է հայտարարեր ի պատասխան, մենք ինչ ենք դա ասում, մենք ասել ենք, եթե դու ժողովրդի հաղթանակը գողանաս, այդ դեպքում տեղի ունենալու հեղափոխություն։ Այսինքն, եթե հաղթանակը հենց ձերը լինի, ընդդիմությանը լինի։ Այո։ Իսկ ի պատասխան դրա ինքը պետք է ասեր, որ այո, եթե ժողովուրդը չկվյարկի ինձ, ես իշխանությունը հանձնել եմ, թողեմ հեռանամ, բայց ինչ հայտարարում, ասում եմ բնում խեղդելու եմ։ Ես էլ ասում եմ գլուխդ պատինս տալ։ Այսինքն ինչ է նշանակում բնում խեղդելու եմ հեղաշրջման փորձ։ Մենք հեղաշրջման կոչ չենք անում, մենք գնում ենք ընտրությունների ճանապարհով այս իշխանություններին հեռացնելու եւ ասում ենք, եթե ժողովրդի ձայնը գողանակ, պատասխան ստանալու եք։ Հիմա ինքը տրամաբանականն էր, որ հայտարարել ես ժողովրդի քվեն չեմ պատրաստում գողանալ, ես ապահովում եմ երկրում իբրև իշխանություն, թափանցիկ, արդար, մրցակցային ընտրություն եւ ով կընտրվի, թող ընտրվի։ Ժողովրդավար իշխանությունը դա պետք է հայտարարեր, ոչ թե հելներ էլի լեզվին տար, էլի ավել պակաս դուրս տար։ Դե նա ասում է անիրատեսական է, որ ընդդիմությունը եւ հատկապես ձեր ուժին է ոչ մեկը որ որոշի տեսականը թե իրատեսականը, այդ ժողովուրդը կորոշի։ Ես էլ ասում եմ անիրատեսականը, որ Չարիքի իշխանությունը, որը մեր երկրին բերել ամենակ մահ, դժբախտություն, ողբերգություն, տարածքները հանձնը, կարա երրորդ անգամ վերընտրվի։ Անիրատեսականը դա է,
որ սատանան, որը մենակ փորձության է տարես պետության ու ժողովրդին, կարա երրորդ անգամ ընտրվի։ Դա է անիրատեսականը, դա է անհնարին թվացող երևույթ, իրականում անհնարին։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս երկրին բերել են միայն հաղթանակներ, հաջողություններ, ասենք իրանց վերընտրությունը իրատեսական չի, չարիքի վերընտրությունը իրատեսական է։ Պարոն Սաղաթելյան, դուք անդրադարձաք այն սցենարին, որ ընդդիմության ձայները առավելագույնը կլինեն, բայց Նիկոլ Փաշինյանը կփորձի խոչընդոտել։ Ես գիտեմ, որ ընդդիմադիր ուժերը չեն սիրում, երբ այս հարցը տալիս ենք, այսինքն դիտարկում ենք նաև այս սցենարը, որ եթե հակառակը լինի, բայց այնուամենայնիվ փորձենք դիտարկել։ Եթե այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ըստ ընտրության արդյունքների Նիկոլ Փաշինյանը առաջատար է, դուք ընդունելու եք այդ ընտրությունների արդյունքները, ինչ սցենար այդ դեպքում դուք ունեք։ Ես չեմ պատկերացնում որևէ իրավիճակ, որ ինքը առաջատար լինի, եւ ես չեմ պատկերացնում, որ ինքը մաքուր ընտրություններով կարող է հաղթել եւ իշխանություն ձևավորել։ Այսինքն, եթե այդպես եղավ, դուք վստահ եք, որ կեղծվել են։ Այսինքն, մնացած շատ պարզ ասացել, ես դա չեմ պատկերացնում, որ ինքը կարող է մաքուր ընտրության մեր ժողովրդի իրան քվետալ։ Դա անհնարին մի բան է։ Այդ դեպքում ինչ են լինելու ձեր քայլերը։ Ժամանակը մեր քայլերը կտեսնեք։ Այսօր իստում շատ կենտրոնացանք վատատեսական սցենարների վրա, արի ավելի լավ բաներ։ Նոր եք սկսել կենտրոնանալ։ Լավ, եւս մեկ հարց, պարոն Սաղաթելյան, այս հարցը շատ է օդում կախված հարց է, վստահ եմ շատ են ձեզ տվել այդ հարցը, խոսքը մանդատներին է վերաբերում, բոլորը համեմատում են 21 թվականի հետ, եթե նույնիսկ լավ, այսպես ասենք 1%, ասեն հիմա օրինակ Իշխան Սաղաթելյանը եւ մյուս ընդդիմադիրները, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, նույնիսկ եթե դուք դրա հավանականությունը 0.001% եք դիտարկում, նորից վերցնելու են մանդատները, գնալու են եւ աշխատելու են որպես Իշխան Սաղաթելյանը եւ իր ընկերները կարային այդ մանդատները շպրտեին շատերի համար, շատերի պես համակերպեին այս իրավիճակին կամ երկրից գնային կամ գնային իրենց կյանքով ապրեին։ Դա չարեցին։ 5 տարի կռիվ տվեցին։ Հերս դատվել է, աղբերս դատվում է, ամենահանցագործ ու կեղտոտ ձևով մտել են իմ ընտանիք։ Ապօրինի գույքով եմ անցնում, որ ինչ կապ ունեմ ես այդ ամեն ինչի հետ, մինչև հիմա չեմ հասկանում։ Ամբողջ կուսակցությունս ու ընկերներս հալածվում են 5 տարվա մեջ 7-ից 800 դաշնակցական հարցաքննվել է, տասնյակները բանտարկվել են, այս պահին բանտերում գտնվող ընկերներ ունեմ, դաշինքի մյուս գործընկերները, հենց հիմա մեր ցանկի առաջի 30-ի մեջ 2 հոգի կալանավորված է։ Հիմա այդ ով են դրանք, որ ասում են մանդատը գնացին վերցրին, իրանք ինչ են արել։ Կարանք այդ մանդատը շպրտենք, ինչ 500,000 դրամ չեն կարողանում մենք աշխատենք, այդքան անկարող են մեր խմբակցության ընկերներ իրանց ընտանիքը պահելու համար։ Այդ մանդատներ մեզ բան, այդ մանդատը վերցրել ենք 5 տարի կռիվ ենք տվել։ 3 շարժում են գեներացրել։ Մի վարքյան, այս լավ առիթ է էլի դրանց մերկու բան ասելու։ 3 շարժում են գեներացրել երկրում։ Անմնացորդ կռիվ ենք տվել։ Մարդկա մատը մատին չի խփել, բացի մեծ ու էշ խոսելուց ու ամեն անգամ խանգարելուց։ Այսօր մեր վրա մուննաթ է գալի։ Մենք այս 5 տարվա յուրաքանչյուր օրվա համար մեր ժողովրդին կարանք բացատրություն տանք, հաշվետվություն տանք։ Մենք անսխալական չենք։ Այնպես չի, որ մենք թերություններ ու սխալներ այս 5 տարվա մեջ չենք ունեցել, շատ ենք ունեցել, բայց մենք մեր նպատակի մեջ եղել ենք ազնիվ։ Մենք մեր պայքարից հետ չենք կանգնել, մենք հետ քայլ չենք արել, մենք չենք համակերպվել։ Մենք չենք ասել, բա էսի որ անենք չստացվի, հետո մեզ կասեն էս։ Ասել ենք, եթե 1% հավանականություն կա հաջողության հասնելու համար, պետքա փորձենք։ Պետքա ամեն ինչ անենք։ Հիմա 5 տարի մանդատները չգիտեմ ինչ, մենք կռիվ ենք տվել, արտաքին ճակատում, խորհրդարանից դուրս, ասում են, խորհրդարանում կռիվ ա եղել, մեր երկու լակոտել իբր ձեզ հարվածել։ Հա, կարայինք զեներս կտրեինք, այն անկյունում նստեինք, ոչ մի կռիվ էլ չլիներ։ Կռիվը ինչի է եղել, որովհետև հելել ենք իրաց ճակատներին, ինչ մտածում ենք, ասել ենք։ Ինչին արժանի էին, անվանական ասել ենք։ Իրանք էլ շատ են եղել, զորք են մտցրել, 2 անգամ էլ կռիվ ա եղել։ Այդ կռիվ անողները մեր գրասենյակի դիմաց 60 բերետ ապօրինի, թրքահապատակ, չգիտեմ ինչ էր, հարձակվել են իմ ընկեր Աշոտ Սիմոնյանի վրա։ Ինչի է եղել այդ դեպքը։ Որովհետև գրասենյակի դիմացի ամբողջ փողոցները փակվել էր, շարժում էին գեներացնում, գործ էին անում, իրանք էլ թիրախավորված
հարձակվել են գրասենյակի վրա իմ ընկերոջ վրա։ Կարար չէ, դա չլներ։ Հիմա ինչ մեկը պետք է ասի եկան ձեզի ծեծեցին։ Այդ ինչից է այս ամեն ինչը առաջացել, պայքարից։ Կռիվ ենք տվել, չենք համակերպվել։ Լավ, դա փողոցում, բայց ասում են խորհրդարանում ձեր ինչին էր պետք մանդատներ, ինչ արդյունք տվեց։ Խորհրդարանում այսօրվա իշխանության այս բարկանիշը ուղիղ մեր եւ ընդդիմադիր այն ուժերի գործունեության արդյունքն է, ովքեր եւ խորհրդարանում, եւ փողոցում, եւ լրագրողների, հասարակական գործիչների, փաստաբանների առողջ գիտակից պայքարող մարդկանց արդյունքն է։ Եթե դուք այսօր տեսնեք այս իշխանությունը որ թեզերի մեջ են մեղադրում, կտեսնեք այդ կոնտենտը որտեղ արտադրվել, որտեղից է մեջտեղ եկե, ովքեր են հանրայնացրել, ովքեր են մեր ժողովրդին բացատրել, ովքեր են հնչեցրել։ Հիմա ոնց կարելի է այս ամեն ինչը տենց գցել են կողմ մանդատ։ Այդ մանդատը ես նորից եմ ասում, որ ճիշտ հասկանանք, կգա ժամանակը կորոշենք։ Դեռ որոշում չունենք։ Այսինքն այս սցենարը դուք չեք էլ դիտարկում։ Չենք դիտարկում, չենք քննարկել։ Դա պայմանավորված է նաև մի շարք հանգամանքներով։ Օրինակ ինչ հանգամանքներից կարող է կախված լինել։ Եթե մարտավարական գաղտնիք չէ։ Ինչ ձևով, ինչ ճանապարհով է այդ խորհրդարանը ձևավորվում, ինչ ուժեր են լինում, մի շարք հարցեր։ Այսինքն օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը չունենա սահմանադրական մեծամասնություն, ցես լուրջ դեմքով քննարկենք, բա եթե Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կվերցնենք, թե չէ, կգա ժամանակը քննարկենք։ Լավ, այս թեման փակեմ մեկ հարցով։ Հիմա պարոն Սաղաթելյան, դուք վստահ ասում եք, որ падգամավորի մանդատը ընդհանրապես գայթակղիչ չէ որևէ կերպ։ Իհարկե, այդ падգամավորի մանդատը օրինակ ինձ կամ ին որևէ ընկերոջ ինչ է տվել 5 տարվա մեջ։ Բա ինչու կան ուժեր։ Այդ բացի Բերտ այցելելուց այդ իմաստով անձնական բանով եթե նայես որ կարողացել են գնանք մեր ընկերներին այս իմաստով տեսնենք։ Անձնապես մնացած հարցերում մեզ այդ մանդատը, որ ասում են, բան չի տվել, բայց այդ մանդատը մեզ հնարավորություն է տվել միջազգային ամբիոններում պաշտպանել երկրի շահ, խորհրդարանում բարձրացնել խնդիրները, ամեն անգամ ճակատ կռիվ տալ, ծանոթանալ փաստաթղթերի, 1000 բան են կարել, էլի։ Հələ դու պատկերացրեք այդ չլիներ։ Դուք պատկերացրեք մի պահ հակառակը խորհրդարանում ընդդիմություն չլիներ։ Դե դրա սցենարը կլիներ ճգնաժամ, այդ խորհրդարանը 5 տարի գոյություն չէր ունենա։ Այնքան ենք խոսի արդեն իրոք ամոթ է, էլի, այսինքն չի կարելի մարդկանց անընդհատ դնել հիմարի տեղ ու այս նիկոլական խոսույթը դարձնել քաղաքական ինչ-որ բան, առաջնահերթություն, էլի։ Պարոն Սաղաթելյան, եթե մանդատը հարցը շարունակեմ ու այս թեման փակենք, եթե մանդատը գայթակղիչ չէ, ինչու կան ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին հենց ընդդիմափոխության համար, ոչ թե իշխանափոխության համար։ Այսինքն ասում են, այս ընդդիմությունը լավ չի աշխատել, հիմա մենք պետք է գնանք խորհրդան ընդդիմություն։ Խղճում։ Ինչու։ Եթե քաղաքական ուժը պայքարում է, որ ընդդիմություն լինի, իր գլխից հայտարարում է, ես գնում եմ, որ ընդդիմություն լինեմ, որովհետև այս ընդդիմությունը լավ ընդդիմություն չի, դա տարօրինակ է էլի։ Դե իշխանությանը փաստորեն խնդիր չունեն նրանք։ Անգերագիտություն է, իհարկե։ Թող էտան մտնեն Ձեզ այդ խնդիր ունեն։ Թող էտան մտնեն ԿՊ։ Իրանք ոնց կա, ասա, գիտեք, այդ ուժը այդ հայտարարելուց անմիջապես հետո այլևս չի կարող իշխանությանը լինել այլընտրանք, որովհետեւ մարդիկ էլ գնան իրաց քվետան։ Եթե դու քո նպատակը այդ իշխանությանը ընդդիմություն լինելն է, ու դու այդ իշխանությանը շատ հարց չունես կամ հավակնություն չունես այդ իշխանությանը փոխելու, առողջ քաղաքացին ինչ պետք է քաղաքական ուժին քվետա, էլ, այսինքն իմաստը ո՞րն է։ Դե տեսնեք, պարոն Սաղաթելյան, ընտրությունների արդյունքները շուտով ցույց կտան։ Հիմա տեսեք, պարոն Սաղաթելյան, ինչի համար է Նիկոլ Փաշինյանը ժողովրդից մանդատ խնդրում։ Դուք կարող եք դա հստակ կարճ բանաձևել։ Լույսը բացում է, դա եմ ասում, էլի։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից տեսեք, այս շատ կարևոր բան է ասում։ Շատ ենք ասում, բայց պետք է ամեն օր ասենք։ Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի ծրագիրը մեր ժողովրդի հետ կապ չունի։ Այդ խոստումները ուղղված են Ալիևին։ Բացատրեմ ինչու։ Ինքը պարզ, ուղիղ, առանց թաքցնելու, իմիջիալոց եթե 21 թվականին թաքցնում էր, հիմա չի թաքցնում։ Ասում է ինձ մանդատ տվեք, Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որ պետք է վերադարձնեն։ Բառացի հայտարարել է։ Կամ փոխանակենք ասում եք, կամ փոխանակենք Արցվաշենով։ Ծիծաղելու էլ է իր ասած։ Այդ Արցվաշենը անկլավների հետ է ինքը բան անում, բայց շատ կոնկրետ Տավուշից արդեն 3 շրջանի անուն է տվել, որ պատրաստում է հանձնել։ Սա մեկ։ Երկրորդը ասում է, ինձ քվեարկեք, որ հարձակում եկեղեցու վրա։
վեհապարին փոխեմ, ծրագրում հստակ գրված։ Ասում եմ ինձ քվեարկեք, որ փոխեմ սահմանադրությունը, հրաժարվեմ անկախության հռչակագրից, ուրանամ հայոց ցեղասպանությունը, փակեմ Արցախի էջը։ Դա ասում։ Հիմա այս 3 կարևոր հարցերում, այստեղ հայ ժողովուրդը, հայ մարդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին որտեղ է։ Այս Ալիևին ուղղված խոստումները։ Նիկոլ Փաշինյանի օրոք, այս մի հատ կարևոր բան է, որ հաճախ անուշադրության է մատնվում։ Բոլորը գիտեն այդ խնդրի մասին, բայց ինքը բոլոր ուղղություններով ձախողվել է, խայտառակվել է, տապալվել է, ինքը իր հետագիծը կառավարման, դավաճանության, պարտության, անհաջողության, ողբերգության հետագիծը։ Բայց կա 3-4 ուղղություն, որտեղ ինքը կտրուկ աճ է արձանագրել։ Խաղամոլություն, on-line կազինոների խաղադրույքների չափը այս իր կառավարման տարիներին 20 անգամ բարձրացել են։ Խաղադրույքների չափը 20 միլիարդ դոլար։ Նիկոլ Փաշինյանը կազինոն մտցրել է հայկական օջախներ ու քանդում է անվերադարձ, կործանում է երիտասարդներ, կործանում է ընտանիքներ։ Սա ազգային սպառնալիքին հավասար մի բան է, լուրջ եմ ասում։ Այսինքն նման կերպով քանդես քո աղքատության մեջ գտնվող հասարակությանը, նստեցնես խաղատների վրա, սա ծանր հետևանքներ է ունենալ։ Երկրորդ թմրամոլությունը։ Իր օրոք պաշտոնական տվյալներով 15%, բայց իրականում շատ ավելի խայտառակ կերպով թմրամոլությունը Հայաստանում մեծ տարածում ունի եւ սա ունի պետական հովանավորչություն։ Սա մտել է արդեն դպրոցներ։ Դրան զուգահեռ երկնիշ էլի ուժեղ աճ արձանագրել հանցագործությունների ծավալներով սպանություններ 66%, ընդհանուր հանցագործությունների թիվ 80% աճ։ Ինչպես նաեւ կրկնապատկել է պետական պարկ 7.5 միլիարդով։ Այսինքն ինքը հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այս 4 խնդիրը, որ ասացի, 4-ն էլ սպառնալիք են։ Սա վտանգավոր տեղ է տանում, այսինքն բացի տարածքային անվտանգային խնդիրներից, բացի մեր ազգային հարցերից հրաժարվելուց, մեր ինքնության դեմ պայքարելուց, ինքը խայտառակ արդյունքներ ունի նաև այս ուղղություններով։ Եվ մեր հանրությունը, մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ լավ այսքան բանի մեջով անցնել, այս հնարավորություն տալ, այսի շարունակի նորից հանուն ինչի։ Այսինքն իրականում հունիսի 7-ը այս սպառնալիքը չեզոքացնելու օր է։ Շատ լավ, հիմա դուք հանրությանը, ընտրողներին հստակ բանաձևում եք, այսինքն երբ շփվում եք, ընտրողները հստակ հասկանում են, դուք ինչ եք առաջարկում գլխավոր խնդիրների հետ կապված, ասեմ, հա, օրինակ 3 երկրորդ նախագահն ասում էր փաստորեն թշնամին պատմության մեջ ամենամեծ հացադուլն է իրականացնում Հայաստանի Հանրապետություն, նկատի ունի այն օկուպացված տարածքները, որտեղ եկել են, պետք է սովամահ լինեին, այդպես էլ սովամահ չեղան։ Հիմա նրանց Հայաստանի տարածքից դուրս հանելու հարցն է։ Նիկոլ Փաշինյանը հստակ վերջերս նաև Քարոզ Արշավի ժամանակ ասաց, առաջիկա մեծ իրադարձություններ են սպասվում, խոսելով սահմանազատման մասին։ Այստեղ փաստորեն պայմանավորվածություններ կան։ Դուք խոսում եք ընդդիմադիր ուժերով 300,000 ադրբեջանցու վերադարձի մասին։ Հիմա այս ամեն ինչը դուք ինչպես եք կանխելու, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանը արդեն հստակ պայմանավորվածություններ ունի։ Գիտեք, Նիկոլ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները գրավորից բացի ակնհայտ է, որ դա նոյեմբերի 9-ից հետո է սկսել։ Ունի նաև բանավոր պայմանավորվածություններ։ Նիկոլ Փաշինյանի գնալով մենք որևէ բանավոր պայմանավորվածության տեր չենք։ Ինքը իր հետ բավականին հարցեր սրբում տանում է, որովհետև Աքեզբանին Ալիևիդ ինչա պայմանավորվել, դա իր, այսպես ասած, իշխանազրկումից հետո իր անձնական խնդիրն է։ Ինչա վերցրել դրա դիմաց Ալիևից, ինչա արա, ինչի դիմաց, այդ թող հետո գնան իրանք իրանց ընտանիքներով այդ հարցերը լուծեն։ Դա Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի հետ կապ չունի։ Մի մասը տեղ այդ ճանապարհով ազատվելու ենք այս բանավոր պայմանավորվածություններից ու այն գերության մեջ, որ ինքը ընկած է ու նաև փորձում է ամբողջ ազգը ժողովրդին պետությանը քաշի, դրանից էլ ենք ազատվելու։ Իշխանափոխությունից հետո Հայաստանի իշխանության ղեկին լինելու են ազգային ուժեր, ովքեր առաջնորդվելու են Հայաստանի ազգային շահերով։ Առաջի խնդիրը Հայաստանի Հանրապետության տարածքում չկա ադրբեջանական տարածք, որը պետք է վերադարձվի։ Երկրորդը ասում ենք ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան։
Երբ որ դու քո տարածքները դնում ես հարցականի տակ, ասում ես ադրբեջանական տարածք են, դու լեգիտիմացնում ես այն ագրեսիան, Ադրբեջանի կողմից օկուպացիան Հայաստանի նկատմամբ ու լեգիտիմացնում ես նրա նաև ռազմական գործողությունները Հայաստանի նկատմամբ։ Ախր թշնամին այդպես բան չի ասելու, բայց այն տարածքների մասին տարածքներից պետք է դուրս գա Ադրբեջանի զորքերը։ Շատ պարզ ենք ասում, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց դա այդքան հեշտ է, պարոն Սաղաթելյան, ասեք դուրս եկեք, նրանք դուրս գան։ Հեշտ չի, ով ասե հեշտ է։ Բայց դրա լուծումը ո՞րն է։ Ասենք, ով ասե, որ հեշտ է լինելու, ով ասե, որ մենք գանք հաջորդ օրը սենց ենք անելու ու բոլոր խնդիրները լուծվելու են։ Իշխանապողությունից հետո մենք սպասում ենք, այո, նաև դժվար մի շրջան է ամեն ինչը վերականգնելու։ Բայց եթե դու ունենաս մի իշխանություն, որը առաջնորդվում հայկական շահերով, չունի գերության մեջ չունի ստանձնասպարտավորություն, հնարավորություն է քո առջև բացվելու, այս հարցերը լուծելու։ Իսկ ինչպես ենք անելու, ինչպես արել ենք մեր կառավարման առնվազն այս դաշինքը իր թիմով ապացուցել է դա մի անգամ չէ, մի քանի անգամ։ Հիմա պարզ հարց եմ տալի։ Այսինքն, այսօր մեր դաշինքի վարչապետի տեխնացուն իր անցած ճանապարհով, իր հմտություններով, իր փորձառությամբ, իր գիտելիքներով, իր տեսակով կարա Հայաստանի շահերը պաշտպանի, թե խեղկատակ։ Դե բայց այն ժամանակ այդքան պայմանավորվածություններ չկային թշնամու հետ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձեր դրանք լուծել։ Այդ պայմանավորվածությունները գնում են։ Հիմա գիտենք ինչքան խնդիրներ ունենք։ Գիտենք, հասկանում ենք, գիտակցում ենք, ու այդ գիտակցումով մտնում ենք այդ բեռի տակ ու վստահ ենք ու ասում ենք կարող ենք լուծել։ Եթե շատերը ասում են, նա ասում է կգնանք մեր պայմանավորվածությունները կջնջեք, Ադրբեջանը զորքը առած կգա Հայաստանի վրա հարձակման, ասի պետք է կատարեք։ Լսեք, այս մարդը Ալիևով շարունակում է սպառնալ ժողովրդին, որպեսզի պահի իր իշխանությունը։ Դա այնքան ակնհայտ է։ Ես ընտրարշավը սկսելուց առաջ եմ ասել, ՔՊ-ի նախընտրական շտաբի պետի պարտականությունները դրված Ալիևի վրա։ Այդ ընթացքում ինքը փորձում է ցորեն ուղարկել, էլ ինչ է ուղարկել, պարարտանյութ, բենզին, հայտարարությունների մեջ որոշակի զուսպ կեցվածք է ցուցաբերում, պասերը տալի։ Չէ, այսօր նորից Զանգեզուրի միջանցքի մասն է Ալիևը խոսելու դեպ։ Իմիջիայլոց, այսինքն ստորացնելուն էլ չափ կա, էլի։ Ես համոզված եմ, որ զորահանդեսի թույլտվությունը Ալիևից ստանալու պայմաններից մեկը նա էր, որ ինքը նախընտրական շրջանում պետք է հայտարարեր, որ կան տարածքներ, որ վերադարձնելու է։ Պայմանավորվածության են այսինքն գնացել։ Այսինքն Ալիևը, որ Հայաստանի արդեն ամենաներքին հարցերով ելույթներ է ունենում, դիրքորոշում հայտնում, այդ հարցում ձեն չարեց։ Ձեզ տարօրինակ չէր, որ այդ զորահանդեսից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տարածքներ կա եւ վերադարձնել բառն է, էլի արդեն սարսափելի։ Այս ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ զորահանդեսը անելու թույլտվությունը Ալիևից ստանալու պայմաններից մեկը այդ հայտարարությունն էր։ Դե նա պարզապես ասում է, ես ծանուցել եմ մեր միջազգային գործընկերներին, որ սա ամենևին էլ խաղաղության օրակարգի դեմ չէ։ Դուք գտնում եք, որ չի ծանուցել ոչնչությունը խոսում է ինքնիշխանությունից, հա։ Այսինքն դուք ու երկրում հրապարակում զորահանդես ես անում ու պետքա բոլորին բացատրություն տաս ինչի ես անում, դա միջազգային պրակտիկայում ամենաընդունված նորմալ երևույթներից մեկը, ընդ որում մենք հաճախ ժողովուրդը եւ այլ խառնում են զորավարժություն ու զորահանդես։ Զորավարժություն չեն արել։ Զորավարժություն չեն արել պատերազմից հետո մինչև հիմա, սա նախընտրական զորահանդես էր, որը դարձյալ չէին արել իդեպ։ Որը դարձյալ չէին արել եւ արեցին նախընտրական շրջանում ու լավ է, որ իրանք խոստովանում են, որ նույնիսկ դրա համար իրանք թույլտվություն են ստանում այլ տեղերից։ Սրանք ինքնիշխանությունից խոսելու իրավունք չունեն։ Պարոն Սաղաթելյան, ամփոփելով հաղորդումը, նորից վատ նոտայով վատատեսական ամփոփեմ։ Տեսեք, դուք թվարկեցիք այն բոլոր սպառնալիքները, որոնք սպասվում են, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, նաև ասացիք, թե ինչի համար է նա մանդատ խնդրում ժողովրդից։ Եթե այն իմացած 0.001%-ով այնուամենայնիվ ժողովուրդը նրան մանդատ տալիս է, սրա պատասխանատվությունը ընդդիմությանն է լինելու, թե ոչ, նշանակում է, որ վատ աշխատեց ընդդիմությունը, թե նշանակում է հասարակությունը մոլորության մեջ է, սխալվում է, այսպես էլ ավարտենք։ Գիտեք, եթե ընդդիմությունը չի կարողանում հանրության ավելի լայն շերտերի բացատրի այս վտանգները, այո, ինչ որ չափ ընդդիմությունը այս ամեն ինչի մեջ ունի իր պատասխանատվության բաժինը։
Բայց այստեղ մի կարևոր բան կա, էլի։ Այն ուժերը, ովքեր փորձում են առնվազն արդյունք գրանցել, ավելի լայն ծավալի աշխատանք անել, նորից եմ կրկնում, չեն համակերպվում։ Այդ ուժերը ավելի շատ պատասխանատվություն են, թե նրանք, ովքեր ձեռքները լվանում են, քաշում են կողմ ու նստած սպասում են։ Ես հիմա տեսնում եմ ուժեր կան դիմադիր դաշտում, որովհետեւ շուշները պահած սպասում են, որ հանգարց չհաջողեն հարձակվեն։ Բայց իրենք պարզապես մեղք են։ Այսինքն չհաջողելու դեպքում այն սկզբի ձեր ասած ուժերն էին, որ ասում են խանդում են։ Չհաջողելու դեպքում ձախողում են բոլորը, ձախողում է երկիրը, պետականությունը, ժողովուրդը։ Հասկանում եք, էլ դրանից հետո դու այսքան իր մեղավոր, դու այսքան բան, դա կարևոր չի։ Կարևորը այս իրավիճակից երկիրը դուրս բերելն է, այս չափազանցություն չի, այս պետքա հասկանանք, այս պետքա գիտակցել, որովհետև ոնց բացատրեմ, էլի, շատ կարևոր կետի ենք հասել։ 21 թվին իր վերարտադրությունը, 19 թվին եկել է 18 թվին եկել է իշխանություն, Արցախ 44-օրյա պատերազմ, այդքան զոհեր ու այդ իրավիճակ։ 21 թվականի վերարտադրությունը մեր վրա եղել է Արցախի հայաթափումը, Հայաստանից 200 կիլոմետր տարածքի զիջում, մեկօրյա պատերազմ, հարյուրավոր զոհեր եւ այլ եւ այլ։ Իսկ այս ընտրությամբ եթե վերարտադրվի, Հայաստանի պետականությունը լինելու սրագինը, սա անդառնալի է լինելու։ Հիմա այդ ընթացքում ընդդիմությունը պատասխանատվություն կրեց, այնի դուրս եկավ քաղաքականությունից, այնի մնաց, այն մյուսը գնաց իր կյանքով ապրեց, այն մյուսը համակերպեց, այն մյուսը չգիտեմ ինչ եղավ։ Սրանք այնքան երկրորդական հարցեր են, հələ մարդկա մտածում է դրանից հետո ինչ անի, քանի լայք է հավաքելու, քանի այս սրանք այնքան մանր ու էժան հարցեր են, որովհետև հակառակը այդ հարցն է դրված։ Ամփոփելու համար ասեմ, որ այս պահին իրականում վստահեցնում եմ ձեզ, ընդդիմության ընդհանուր վիճակը բավականին լավ է։ Իշխանությունը կանգնած է ծանր խնդրի առջև եւ դա հասկանում է, որ իր վերարտադրվելը բավականին մեծ խնդրեմ է։ Առաջկա 4 օրվա 5 օրը շատ վճռորոշ օրեր են ընդդիմադիր ուժերի դիրքավորմամբ իրենց ընտրազանգվածը մոբիլիզացնելու եւ անտարբեր դեռան մարդկանց, ովքեր դեռ կամուկած են, որ պետքա գնան ընտրության թեչը, նաեւ այս հատվածի վրա աշխատելու ու իրենց շատ հաստիական ուղերձներ հղելու համար։ Եվ այս առաջկա 5 օրը ճիշտ կազմակերպված նաեւ առիթից օգտվելով դիմում եմ մեր բոլոր աջակիցներին, մեր թիմակիցներին 5 օր ունենք վճռական կարևոր գերկազմակերպված պետքա լինենք հաջողություն արձանագրելու համար եւ մեր հայրենակիցներին նաեւ ասում եմ, որ հունիսի 7-ը դա պարզապես քվեարկության օր չէ։ Այն որ անընդհատ ամեն օր հիմա էլ ասում են լավ ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, ինչ է լինելու, լավ վերջը կարանք սրանից ազատվենք, ես ասում եմ հունիսի 7-ը այդ ազատվելու օրն է։ Հունիսի 7-ը Նիկոլին վռնդելու օրն է, դրա համար պետք է գնալ տեղամաս, մերժել ԿՊ-ին եւ ընտրել Հայաստան դաշինք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու ցուցակի երկրորդ համարի Իշխան Սաղաթելյանի հետ։ Կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։